Գալստյան նորից։ Ինչպես հայտնի է, Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն ազգային ժողովում քննարկվող այն օրինագծերը, որոնք հանգեցնում են պետական բյուջեի ծախսերի ավելացմանը կամ եկամուտների նվազեցմանը, պետք է ընդունվեն պատգամավորների կեսից ավելի ձայներով, այսինքն առնվազն 66 կողմ ձայն պետք է հավաքել, բայց մենք արձանագրեցինք դեպքեր եւ անհրաժեշտ քանակության ձայներ չի հավաքում, այս կամ այն օրինագիծը եւ կոչ արեցինք ազգային ժողովի ղեկավարությանը, որպեսզի ուշադիր լինեն եւ մասնավորապես պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկություն դնելուց առաջ ուսումնասիրեն եւ հայտարարեն, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 66 ձայն, այլ ոչ թե ավելի պակաս, ինչպես ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը։ Չնայած ներկայումս բանավեճ է գնում մեկնաբանման շուրջ, ես մնում եմ իմ տեսակետին, որ թե պետական բյուջեն եւ թե դրանում փոփոխությունները պետք է ընդունվեն ոչ պակաս քան 66 կողմ ձայներով։ Այդպիսի ձայների քանակություն ապահովելու համար բնականաբար գործող կոալիցիային հավելյալ ջանքեր են պարտադրվում, ինչը կարծում եմ դժվարացնում է իրենց աշխատանքը։ Այդ առաջարկությունը ինչ եղավ։ Առաջարկության վերաբերյալ դեռևս վերջնական տեսակետ ազգային ժողովի նախագահը ինչ չի փոխանցել, չի հայտնել, չնայած խոստացավ, որ քննարկում կանի եւ տեղեկացի։